ԻՄԵԴ-ի հեռուստաընկերությունը բացում է սեփական բանկը ի պատասխան բրիտանական պատժամիջոցների։ Լրատվամիջոց Հոլդինգը տարածել է պաշտոնական հայտարարություն, որտեղ նշվում է. «Չնայած մեր նկատմամբ ցինիկ փաստարկներով հարձակումներին եւ արհեստական աժիոտաժին, մեր հեռուստադիտողներին ցանկանում ենք ասել, որ ԻՄԵԴ-ին որևէ, այդ թվում ֆինանսական խնդիր չի ունենա։ Միակ արժեքավոր գնահատականը վրաց ժողովրդի վստահությունն է։ Այդ վստահության շնորհիվ մենք ունենք ամենաբարձր վարկանիշը։ Երբեք խնդիր չենք ունեցել գովազդի կամ ներդրումների ներգրավման հարցում։ Մեծ շնորհակալություն այն ընկերություններին եւ կազմակերպություններին, որոնք վերջին օրերին համերաշխություն են հայտնել մեզ եւ հաստատել, որ ԻՄԵԴ-ին շարունակելու է ստանալ նրանց ֆինանսական աջակցությունը։ Նրանց թվում են նաեւ մի քանի բանկեր, որոնք հնարավոր դժվարություններին պատրաստակամություն են հայտնել բանկային ծառայություններ մատուցել հեռուստաընկերությանը։ Մենք լավ գիտակցում ենք նրանց բիզնես գործունեության համար հնարավոր ռիսկերը, չենք ցանկանում որևէ մեկին դնել հարվածի տակ եւ թույլ տալ, որ նրանց նկատմամբ հետապնդում սկսեն այն ուժերը, որոնց անմիջական ներգրավմամբ 2007 թվականից ի վեր արդեն երկրորդ անգամ հարձակում է իրականացվել ազատ լրատվամիջոցի եւ խոսքի ազատության դեմ։ Առանց որևէ խափանման կապահովենք բոլոր աշխատակիցների, այդ թվում արդեն բարձրացված աշխատավարձերի վճարումը եւ համապատասխան հարկային պարտավորությունների կատարումը։ Մենք ԻՄԵԴ-ի Հոլդինգի նոր հիմնադիրներս հեռուստաընկերության հավատարիմ բարեկամների եւ հովանավորների ֆինանսական աջակցությամբ բոլոր համապատասխան ընթացակարգերի պահպանմամբ ամենակարճ ժամկետում ընդամենը մի քանի ամսում կստեղծենք սեփական բանկը ԻՄԵԴ-ի բանկ անվանմամբ։ Իրանը պատրաստ է աջակցել Պակիստանի եւ Աֆղանստանի միջև երկխոսությանը, գրում է Իրանի արտաքին գործերի նախարարը սոցիալական ցանցում։ Աբբաս Արաղչին կոչ է անում հարևան երկրներին տարաձայնությունները լուծել բարիդրացիական հարաբերություններով եւ երկխոսություններով։ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն երկխոսության խթանման եւ երկու երկրների միջև փոխըմբռնման ու համագործակցության ամրապնդման հարցում, գրում է Աբբաս Արաղչին։ Իշխող թիմը քննադատում է հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնի կողմից ներկայացված օրինագիծը եւ հուսով է, որ պահպանողական ուժերը թույլ չեն տա այդ փաստաթղթի ընդունումը։ Իսկ ընդդիմությունը հայտարարում է, որ վրացական երազանքը խաբում է բնակչությանը, իբր գոյություն ունի Ամերիկայի հետ հարաբերությունների վերագործարկման հեռանկար։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատում ներկայացվել է օրինագիծ, որը նախատեսում է Վրաստանում Ռուսաստանի եւ Չինաստանի հետախուզական ակտիվների վերաբերյալ զեկույցի պատրաստում։ Օրինագծի նպատակն է Վրաստանում ռուսական եւ չինական հետախուզական ակտիվությունների մասին պահանջել զեկույց, ինչպես նաեւ այլ նպատակներով։ Սպիտակ տան ներկայացուցիչներ Ջարեդ Քուշները եւ Սթիվ Ուիթքոֆը հիասթափված էին այն ամենից, ինչ լրագրողներից լսեցին Ժնևում։ Այս մասին տեղեկատվությունը տարածում է Axios-ը։ Ինչպես գրում է պարբերականը, ավելի ուշ բանակցությունների երկրորդ փուլի ավարտից հետո ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան Axios-ին հայտնել է, որ հանդիպումն ավելի դրական էր, սակայն հավելյալ մանրամասներ չի հրապարակել։ Սթիվ Ուիթքոֆի, Ջարեդ Քուշների եւ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի միջև բանակցությունները տևել են մի քանի ժամ։ Մինչ այդ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Reuters-ին հայտնել էր, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը կարող են համաձայնության հասնել, եթե Վաշինգտոնը միջուկային եւ ոչ միջուկային հարցերը տարանջատի միմյանցից։ Ուկրաինայի նախագահը պատրաստ է խաղաղության բանակցությունների համար հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, սակայն տարածք չի զիջի։ Այս մասին Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է Sky News-ին տված հարցազրույցում։ Նա Վաշինգտոնի վարչակազմին կոչ է արել խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի առաջնորդների ընտանիքների նկատմամբ եւ Ուկրաինային տրամադրել ավելի ժամանակակից զենք, քանի որ միայն ուժեղացած ճնշումը կարող է ստիպել Մոսկվային բանակցություններն ընկալել լրջորեն։ Նրա խոսքով ԱՄՆ-ն ունի ուժ ավարտելու պատերազմը։ Դոնալդ Թրամփի վարչակազմը երկրի գերագույն դատարանին կոչ է արել չեղարկել Ամերիկայում բնակվող մոտ 6000 սիրիացիների արտաքսումից պաշտպանող մեխանիզմը։ Սիրիայի համար ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը կավարտվի, քանի որ այնտեղ տիրող իրավիճակը այլևս չի բավարարում ընթացիկ զինված հակամարտության չափանիշներին, ինչը այլևս վտանգ չի ներկայացնում վերադարձած սիրիացի քաղաքացիների անձնական անվտանգությանը, գրված է հայտարարության մեջ։ Սա արդեն երրորդ դեպքն է, երբ նախագահի վարչակազմը դիմում է գերագույն դատարան միգրանտների պաշտպանության չեղարկման հարցով։ Նախորդ դեպքերում դատարանը կիսել է նախագահի վարչակազմի կոչը եւ չեղարկել 100 հազարավոր վենեսուելացիների արտաքսումից պաշտպանության մեխանիզմը։
Թմրանյութերի հանցագործության մեղադրանքով ձերբակալել են 2 անձի։ Նրանց մեղադրանք է առաջադրվում խմբակային, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի ձեռքբերման, պահպանման եւ իրացմանը նպաստելու մեջ։ Մեղադրյալների անձնական եւ բնակելի տան խուզարկության արդյունքում, ինչպես նաեւ քննչական փորձարարության ժամանակ նշված վայրից իրացման համար տեղավորած առանձնապես խոշոր չափով մինչեւ կես կիլոգրամ թմրամիջոց, կոկային, 100 գրամ կլեֆեդրոն եւ հոգեմետ նյութ կետամին առգրավել են որպես իրեղեն ապացույց։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։ Վրաստանում արձանագրվել է տնտեսական աճ, ցուցանիշը աճել է 7,9%-ով։ Ազգային վիճակագրական ծառայության տեղեկությամբ աճին զգալի ներդրում են ունեցել հետևյալ ոլորտները՝ տեղեկատվություն եւ հաղորդակցություն, ֆինանսական եւ ապահովագրական գործունեություններ, հանքարդյունաբերություն, հյուրանոցներ եւ ռեստորաններ։ Նվազման միտում է նկատվել շինարարության եւ առևտրի ոլորտներում։ Կառավարության տնտեսական աճի կանխատեսումը 5% է։ Թբիլիսիին միացված տարածքներում ինտենսիվ ձյուն է տեղում, ամբողջ գիշեր մաքրվել են կենտրոնական ճանապարհները։ Կոջորիի, Ծղնեթիի եւ Ծավկիսիի բնակավայրերում, Բեթանիայի եւ Պանտիանիի ճանապարհին ցանվում է տեխնիկական աղ։ Ըստ եղանակի կանխատեսման, միացված տարածքներում ձյան տեղումները կշարունակվեն մինչև վաղը երեկո։ Քաղաքապետարանը բնակչությանը կոչ է անում առատ տեղումների ժամանակ ավտոմեքենաներով տեղաշարժվել միայն ձմեռային անվադողերով։ Վրաստանը հյուրընկալել է միջազգային գաստրոինֆլուենսերների։ Նրանք ծանոթացել են վրացական խոհանոցին եւ գինուն, այցելել են սննդի օբյեկտների, ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Կախեթիում։ Զբոսաշրջության վարչության տեղեկությամբ նպատակը Վրաստանի դիրքավորումն է համաշխարհային գաստրոնոմիական քարտեզում, որպես բարձրորակ, իսկական եւ առանձնահատուկ գաստրոտուրիստական ուղղություն։